ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում է, հայտնել է ամերիկյան դեսպանատունը։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը նրանք կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ իրականացնելու կարողությունների գնահատում եւ բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Հաղորդվում է, որ սա Վաշինգտոնյան համաձայնությունների իրագործմանն ուղղված առաջին քայլն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, այն նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում։ Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապի կառուցումը կտևի առնվազն 2 տարի, լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա միաժամանակ հավելել է, հայկական կողմը խիստ շահագրգռված է հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Հստակ ժամկետ, թե երբ կսկսվեն Turkish Airlines-ի Հայաստանի ուղղությամբ չվերթները դեռևս չկա, հայտարարել է ՔՊԱ-կան падգամավոր Սարգիս Խանդանյանը։ Ըստ նրա, տեխնիկական լիցենզիայի հետ կապված հարցեր կան, բայց մի բան հստակ է, դրանք տեղի կունենան առաջիկայում։ Խանդանյանը շեշտել է, որ թուրքական ավիաուղիների մուտքը հայկական շուկա քննարկվում է տասնյակ տարիներ, սակայն քաղաքական պատճառներով ընկերությունը Հայաստան չի եկել։ Ավիափոխադրումների ոլորտում գործակցությունն ակտիվացնելու հարցը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը իշխանությունների կողմից հայ հեղափոխական դաշնակցությունը փակելու վտանգ է տեսնում։ Այս մասին դաշնակցական падգամավորը հայտարարել է խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ գործող կուսակցությունների մեծամասնության ղեկավար կազմը ձևավորում են 1-ից 2 հոգի, իսկ ժողովուրդը տեղյակ չի, թե ինչ է կատարվում կուսակցական ժողովների ընթացքում։ Այս ամենն ուղեկցվելու է Հայաստանում կուսակցությունները վերահսկելու, իսկ դաշնակցությունը փակելուն ուղղված գործողություններով, հավելել է Խաչատրյանը։ Բլոգեր Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոգ կանոնով, չի արտահանձնվի Հայաստան, բայց պետք է լքի ԱՄՆ-ն։ Նրա հիմնադրած Դոգ կուսակցության հաղորդմամբ ամերիկյան դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի նա պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։ Ղուկասյանը այժմ Լաս Վեգասում է կալանքի տակ։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պերմի երկրամասի ազոտ քիմիական գործարանին, արտադրական ցիկլի կարճատև ընդհատում է տեղի ունեցել։ Նահանգապետը հայտնել է, որ շրջակա միջավայրին որևէ վտանգ չկա, բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Ականատեսները հայտնել են քիմիական գործարանի մոտակայքում տեղի ունեցած 2 պայթյունի մասին։ Ազոտ գործարանը պատկանում է Ուրալխիմ ընկերությանը, որը աշխարհի խոշորագույն պարարտանյութեր արտադրողներից է։ Գործարանի արտադրանքը նաև օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտադրության համար։